Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամենգլուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, շնորհակալություն պարոն։ Ես եմ շնորհակալ։ Հիշում եք, նախորդ անգամ մենք հանդիպեցինք, նոր էր սկսել աշխատանքը այս գումարման ազգային ժողովը, եւ դուք ասացիք, դեռ չեմ կարող իմ տպավորությունները ասել, այ հաջորդ անգամ որ կամ արդեն ինչ որ բան աշխատանք տեղի կունենա, նոր կարող եմ։ Հիմա եկել է ժամանակը, թե չէ։ Քանի որ այսօր հայ մամուլի օրն է, ես նախ եւ առաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել ձեզ, իդեմս ձեզ այս հեռուստաընկերության ամբողջ հանձնակազմին, ղեկավարության եւ առհասարակ բոլոր լրագրողներին, հույսով եմ, որ ի տարբերություն այ նախորդ մեր հանդիպման, հիմա արդեն կարելի է գոնե իմ մամուլի հետ աշխատանքի առումով թե որպես ազգային ժողովի պատգամավոր, թե որպես լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու արձանագրել փոխադարձ հարգանքի եւ վստահության փոքրիկ չնչին բացառություններով, որոնք սակայն հաստատում են կանոնը, գոհունակություն առաջացնող արդեն աշխատանքը եւ ես հույսով եմ, որ այո, ասելիքներ արդեն կլինեն, թե մի, թե մյուս կարգավիճակից ելնելով, ինչ վերաբերում է խորհրդարանին. Ինչ, սպասելիքներս անշուշտ փոքր ինչ չեն արդարացվել։ Չեն արդարացվել այն առումով, որ շատ բան կա ուղղելու, շատ բան կա շտկելու, թե խորհրդարանի կազմի առումով այսօրվա, այսինքն պատգամավորների, թե մեր բոլորի հանդեպ հանրային կարծրացած ընկալման առումով, որովհետև անկեղծ ասած, պատկերացումներս շատ ավելի վեհ ու վսեմ էին, քան իրականությունը, որի հետ առնչվեցին։ Եվ կենցաղային առումով, այն աշխատանքային ընթացքը, առօրյան, որը որ կա, իհարկե աշխատող պատգամավորների վերաբերյալ, եւ խոսքս փոքր ինչ դժգոհության տարրերով հենց աշխատող պատգամավորների պայմանների առնչությամբ եմ ասում։ Բայց կա նաև չաշխատող, չէ՞ պատգամավոր։ Այդուհանդերձ պիտի ասեմ, որ հիմնական տպավորությունը դա ծանր, բավականին ծանր, պատասխանատու եւ անընդմեջ լուրջ ուշադրություն պահանջող աշխատանքից ստացված տպավորություն է։ Հասա է ինչ ես ունեմ, որևէ այլ հայացքով չեմ նայել եւ անկեղծ ասած չեմ էլ պատրաստվում նայել, որովհետեւ դա ինձ համար եւ վստահ եմ նաեւ շատ շատերի համար, ի տարբերություն այլ գումարումների խորհրդարանների, պիտի նաեւ արձանագրենք, որ այս անգամ մենք ունենք անշուշտ որակական փոփոխություն կադրերի առումով, գործառութային պարտականություն կատարելու ունակ պատգամավորների առումով։ Այլ հետգամ խոսքից այլ տեսանկյունից չեմ դիտարկում, որովհետև ոչ կարգավիճակ փոխելու, ոչ այլ հնարավորություններ սեփական թիմի, անձի, կուսակցության համար ստեղծելու, ձեռք բերելու տեսանկյունից մենք այն չենք դիտարկում։ Կարելի է ասել, որ քաղաքական գործիչները այս գումարման ազգային ժողովում ավելի շատ են, քան նախորդ։ Դե անշուշտ իհարկե։ Եվ միգուցե ազգային ժողով մտել են մարդիկ, այսինքն ընտրվել են որպես պատգամավորներ, թե այս, թե այն, թե համամասնական նկատի ունեմ, թե մեծամասնական ընտրակարգով մարդիկ, ովքեր միգուցե մինչ այդ քաղաքական գործչի համբավ կամ որպես այդպեսին ճանաչում չեն ունեցել, բայց կրկնում եմ մարդիկ, որոնք ունակ են գործառութային պարտականություններ կատարելու, վերահսկողական ֆունկցիա կատարելու, օրենսդիր գործառույթ իրականացնելու, ներկայացուցչական գործունեությամբ զբաղվելու եւ մարդիկ, ում աշխատանքից շատ ժամանակ հաճույք է ստանում։ Ճիշտ ասած, ես կընկալեի, որ զուտ տնտեսական, որովհետև դե սոցիալ-տնտեսական խնդիրները կարծես թե առաջին պլանում, զուտ տնտեսական օրենսդրության փոփոխության ավելի կոպիտ ասած թափով պիտի աշխատեք դուք։ Ես դա առայժմ չեմ տեսնում։ Շատ ինձ համար հաճելի եւ ձեռնտու հարց տվեցիք, որովհետեւ այս ընթացքում ես պատրաստվում եմ անընդմեջ բարձրաձայնել, թե ինչպես կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ոչ թե կառավարությունը, այլ վարչապետը ըստ էության, որովհետև մենք ունենք հերթականությամբ, հիմա ասեմ, հանդես ենք եկել, թերևս բոլոր այն խոստումների շրջանակներում, որոնք տվել ենք մենք, մանր, միջին խավին, սոցիալապես ոչ կայուն շերտերին, մեղմ ասած, ոչ կայուն վիճակում գտնվող շերտերին, բիզնեսին առհասարակ ներկայացուցիչներին, մի խոսքով տնտեսական բլոկի մեր գործունեության առումով մենք արդեն հանդես ենք եկել 4 օրենսդրական նախաձեռնություններով, հաշվի առնելով, որ ազգային ժողովը, այս գումարման ազգային ժողովը գործում է քանի ամիս, 5, 6, որից 3-ը ամռան ամիսներ էին։
Այդուհանդերձ մենք օրինակ ընտանեկան բիզնեսի առնչությամբ դուք հավանաբար կհիշեք, խոսքը գնում է այն ընտանեկան բիզնեսի ներկայացուցիչների, որոնք վարձու աշխատողներ չունեն, մասնակի ազատել, ժամանակավոր ազատել ավելացած արժեքի հարկից, ուրեմն խոսքը գնում է տաքսիստներին եւ մի քանի այլ ուրեմն նմանատիպ խնդիրներ ունեցող ոլորտներ ներկայացնող անհատ ձեռներեցներին վերաբերում է դրան եւ այլն, հա 4 օրենսդրական նախագիծ են ներկայացել, որոնց մեծ մասին առանձին գերատեսչություններ եզրակացություն տալու իրավասություն եւ հնարավորություն ունեցող պետական մարմիններ տվել են դերական եզրակացություն, գործը եկել հասել է կառավարության գլուխ եւ նախագծերը մերժում են, այսինքն բացասական եզրակացություն է տվել։ Սա ինձ համար զարմանալի, ինչը առաջացնում է խոչընդոտ, անհասկանալի, անբացատրելի խոչընդոտ, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը կարողանա մտցնել օրակարգ, կարողանա ներկայացնել պարլամենտին եւ հանրության այն նախագծերը, որոնք որ մենք խոստացել ենք առաջ քաշել, առաջադրել եւ փորձել անցկացնել։ Դա չի նշանակում, որ մենք հետ ենք քաշվելու, դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու տնտեսական մասով, կրկնում եմ, խոսքը գնում է տնտեսական հատվածի մասին եւ դա ընդհանրապես առաջիկա մեր գործողությունների ծրագրի շրջանակների հարցեր են, լինելու են այսուհետ եւս անընդմեջ նոր նախաձեռնություններ ու նաեւ մյուս ոլորտներին առնչվող մենք ակտիվ ենք, ձեր հարցին եմ պատասխան, ակտիվ ենք եւ մեր խոստումները փորձում ենք իրականացնել։ Խոչընդոտներ կան, դժվարություններ կան, անհասկանալի, անբացատրելի խնդիրներ կան, միգուցե եւ օթում կախված հարցին ի պատասխան կա նաեւ օթում կախված պատասխանը, թե ինչու են այդ խոչընդոտներն առաջանում։ Այդուհանդերձ, չնայած բոլոր այդ խնդիրներին մենք շարունակելու ենք իհարկե եւ ձեր կողմից ու մյուսների կողմից սպասված ակտիվությունը մատուցելու ենք։ Մամուլի հետ աշխատանքը արդեն բան արեցիք, հիշատակեցիք, այսպես ասած։ Տեսեք, ես ձեր եւ ավելի շատ ձեր գործընկերի, ընկերների ԲՀԿ-ի խմբակցության անդամների մոտ զգում եմ մի բան, որ քննադատական, գուցե նաեւ անարդար քննադատության, գուցե նաև հերորանքների կարևոր չի, այսինքն բացասական մի խոսքով հրապարակումներին դուք անմիջապես պատասխանում եք, եթե ոչ դուք, ապա падգամավորները ԲՀԿ-ի եւ անմիջապես ասում են, որ սա ինչ որ ուժերի պատվեր է։ Հնարավոր չի ինչ որ մի վատ բան ասվի ԲՀԿ-ի կամ Ծառուկյանի մասին, որը ինչ որ ուժերի պատվեր չլինի։ Երբ որ պատվեր չի, ուրեմն հնարավոր է որ պատվեր չլինի եւ հնարավոր է համապատասխան արձագանք, երբ որ պատվեր է adekvat եւ արձագանք։ Դուք ինչ որ հետազոտություն եք անցկացնում, որ բարձեք։ Փորձեմ ներկայացնել իրողությունը իմ տեսանկյունից, գործընկերներիս նաեւ տեսանկյունից, անշուշտ քննադատությունը միանշանակ ընդունելի է։ Անշուշտ քննադատությունն ուղղվում է մեզ կատարելագործման ճանապարհով ընթանալուն։ Եվ արձագանքում ենք մենք բոլոր առհասարակ բոլոր հրապարակումներին, ընդ որում պիտի նշեմ, որ ոչ միայն քննադատական, այլև տարատեսակ հրապարակումներին, թե էլեկտրոնային, թե տպագիր լրատվամիջոցներով, թե հեռուստաալիքներով, այն դեպքերում, երբ լինում է ճշգրտման խնդիր։ Երբ լինում է ճշգրտման խնդիր, աշխատակիցները կապնվում են, ես ինքս կապնվում եմ, խնդրում եմ փոփոխություն մտցնել, համապատասխանեցնել այն ինֆորմացիայի, որը մեր կողմից տրամադրվում է։ Ձեռնտու է դա տվյալ լրատվամիջոցին, թե ձեռնտու չէ, այլ հարց է։ Կա հարցադրում, կա հանրային պատվեր, ենթադրենք, թե կա հանրային պատվեր զանգվածային լրատվության միջոցին, տեղեկանալու, տեղեկացնելու առումով եւ կա տվյալ քաղաքական ուժի կողմից տրամադրված ինֆորմացիա, տեղեկատվություն։ Ես միշտ խնդրում եմ, որպեսզի պահպանվի ստույգություն մեր տրամադրված տեղեկատվության առումով։ Եթե առաջանում է խնդիրը պիտի ճշգրտման, կրկնում եմ, շատ կառուցողական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի հիման վրա ստեղծված փոխհամագործակցության շրջանակներում պարզապես ճշգրտվի այն լրատվամիջոցները, որոնք որ կտրականապես հրաժարվում են, օրինակ, ձայնագրության առկայության դեպքում ճշգրտել, վերահաստատել կամ չգիտեմ, շտկել որևէ հրապարակում կնշանակի, որ չունեն ցանկություն իրականությունը հանրությանը մատուցելու, չէ՞, կամ երբ որ դա էլ մի քիչ այսպես ասած ավելի երևի նորացված կամ ժամանակին մոռացված, ես կարծում եի, որ մոռացվել է յուրախություն մեզ բոլորիս այդ ավանդույթը, հավանաբար նորից թարմացվել է։ Տրվում է հարց, մատուցվում է խնդիր,
տրվում է համապատասխան adekvat մեկնաբանություն, այնուհետև փոփոխվում է հարցը եւ հրապարակվում, ընդ որում ոչ միայն տպագիր մամուլի էջերում։ Եվ երբ որ լրատվամիջոցները, այսինքն թյուր ինֆորմացիա են տարածում, երբ որ լրատվամիջոցները հրաժարվում են դա անելու, կնշանակի, որ չունեն ցանկություն աշխատելու, որովհետեւ կնշանակի, որ իրենց հարկավոր էր անել հենց այդպես, ոչ թե այլ կերպ, ապա սա ինչ է, եթե պատվեր չի։ Եվ բացարձակապես շատ ներողություն եմ խնդրում, եւ բացարձակապես հետաքրքիր չէ այդ պատվերը գալիս է քաղաքական մրցակիցների կողմից, օպոնենտների, պարզապես դժկամ ինչ-ինչ սև անհայտ ուժերի, թե հենց լրատվամիջոցների նախաձեռնությամբ։ Գուցե երբ որ ընդհանրապես որպես լրատվամիջոցում վաղուց աշխատած մարդ, երբ որ գալիս է ինչ որ պատասխան, որ պետք է հերքի բանը, դա լրատվամիջոցի համար տհաճ է, հա, որովհետև դա քեզ սխալ է հանում։ Եվ ոմանք, ոչ ես, դրանից վատ են զգում, ասում են, չէ, ես չեմ հերքի, ես միշտ ճիշտ եմ եւ այլն։ Կա այդպիսի բան առանց պատվերի, կարող է այդպիսի բան լինել։ Միգուցեև, բայց ես պիտի շատ մեծ ուրախությամբ արձանագրեմ, փաստեմ, արդեն արձանագրած ես այս կես տարվա շուրջ համագործակցության արդյունքում, որ գործընկերներս, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչները բավականին մեծ հաճույքով ճշգրտումներ են անում, շտկումներ են անում, եւ դա արդեն մեր հարաբերությունների մեջ ընկալվում է որպես աշխատանքային վրիպակ, որը այո կարող է տեղի ունենալ եւ անմիջապես շտկվում է առանց ինչ որ ամբիցիաների, առանց, չգիտեմ, բացասական դրսևորումների։ Էլ ավելի մեծ պատիվ, էլ ավելի մեծ հարգանք եւ վերաբերմունք այն լրատվամիջոցի կամ լրագրողի հանդեպ, որը ընդունում է դա եւ անմիջապես անդրադառնում է դրան։ Իսեր Աստծո, եթե մենք թույլ ենք տալիս սխալներ, եթե մենք տալիս ենք տեղեկատվություն կամ առհասարակ կատարում ենք քայլեր, որոնք որ բացասական երանգներով պատկերելու ենթակա են, ուրեմն դա էլ պիտի արտաբերվի, որևէ խնդիր չկա։ Ես ընդհանրապես խնդրում եմ, որպեսզի ներկայացվի այն, ինչ տրամադրվել է։ Ընդհանրապես սրա մասին է խոսքը։ Այ կա ինչ-որ բաժանում ձեզ համար, ձեր աշխատանքի համար հեղինակավոր լրատվամիջոցներ եւ ոչ հեղինակավոր, որովհետեւ դե հիմա թերթերը ասենք թե մի քանի տասնյակ են, բայց կայքերը մի քանի 100 հատ կայք կա։ Եթե դուք ենթադրենք որոշեք պատասխանել 1000 հատ կայքի հարցերին, ապա ոչ առավոտ, ոչ գիշեր, ոչ ցերեկ ձեզ չի հերիքի։ Այ ինչպես եք դուք մաղում, տարանջատում այդ ամեն ինչ։ Նախ ասեմ, որ բոլորն արդեն գիտեն, որ ինձ կարելի է զանգել 00 ժամին 5 պակաս, կարելի է զանգահարել 00:50, կարելի է զանգահարել 3:40, կարելի է զանգահարել 17:20, այսինքն 24 ժամյա ռեժիմով ես աշխատում եմ եւ ինչ բջջային հեռախոսով, եւ հեռախոսազանգերով, եւ ընդունելություններով, եւ այցելություններով, եւ տարատեսակ կերպով, տարատեսակ ձևերով ինֆորմացիա տրամադրելու տարբերակներով աշխատում եմ։ Իհարկե, լինում են դեպքեր եւ ֆիզիկապես անհնարինության պարագայում կարող է չպատասխանեմ հեռախոսազանգի, որովհետեւ ես նաեւ աշխատում եմ որպես ազգային ժողովի падգամավոր եւ ունեմ կներեք այլ զբաղմունքներ, ցավոք սրտի հիմնականում աշխատանքային, որովհետեւ իմ առօրյան ցավոք սրտի լցված է հիմնականում աշխատանքային զբաղմունքներով եւ այդ դեպքերում հարկադրված եմ լինում ֆիզիկապես չեմ կարողանում ուղղակի արձագանքել ու մարդիկ արդեն զարմանում են, ասում են, «Էս ինչա, ձեզ արդեն մի 20 րոպեա զանգում եք, դուք չեք պատասխանում»։ Չի լինում հեռախոսազանգ, որը ես թողում եմ անպատասխան, անմիջապես անդրադառնում եմ։ Չի լինում հարցում, որը մենք թողնում ենք անպատասխան, նույնիսկ եթե դա պահանջում է հետազոտություն, երկար աշխատանք, օրերի կամ չգիտեմ շաբաթների գործունեություն։ Իսկ ինչ վերաբերում է հեղինակավոր եւ ոչ հեղինակավոր, այո, կան այդպիսի դասակարգումներ։ Հեղինակավոր են ինձ համար համարվում, անձամբ ինձ համար։ Բոլոր այն լրատվամիջոցները կլինեն դրանք տպագիր թերթեր, կլինեն դրանք էլեկտրոնային կայքեր, ինտերնետային կայքեր, հեռուստաալիքներ, ռադիոկայաններ եւ այլն, թե ցանկացած այլ մի տարբերության հիման վրա։ Նրանք, ովքեր որպես հիմք, որպես ֆունդամենտ այդ հարաբերությունների համար ընդունում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված պարզ մարդկային, կրկնում եմ, հարգալից հարաբերությունները, նաև աշխատանքային փոխըմբռնումը adekvat են եւ ինչ ասեմ, կոռեկտության շրջանակներից երբեք դուրս չեն գալիս, միշտ պատրաստ են կամեցողությամբ եւ բարյացակամությամբ հարաբերվել։ Դրանք ինձ համար հեղինակավոր լրատվամիջոցներ են։ Նրանք ովքեր որ ոչ ինչ-ինչ պատճառներով, անկախ պատվերներից, ինչ-ինչ պատճառներով, դրանք դասվում են երկրորդ պլանի։ Դե
Որոշակիորեն նաև փոխաբերականություն կա ասածից մեջ, ես հույսով եմ, որ խնդիրներ չեն կունենա եւ բոլորի հետ էլ աշխատանքը առաջին նշածս առաջին ձևաչափի մեջ կընթանա եւ բոլորն էլ կհամարվեն ու համարվում են հեղինակավոր։ Ինչպես են լրատվամիջոցները, բնականաբար դուք մոնիտորինգ եք անում, արձագանքել Օսկանյանի գործին։ Ես կարող եմ այսպիսի դասակարգում անել։ Ձեր ուրեմն կողմնակիցները միանշանակ ասում են, որ դա քաղաքական հետապնդում է, ձեր հակառակորդները հանրապետականից հիմնականում ասում են, որ իրավական խնդիրը կպարզվի, եւ կա երրորդ բանը, որ ասում են, դա իհարկե ինչ որ սխալ բան կա դրա մեջ, բայց Օսկանյանին կոպիտ ասած հասնում է։ Դուք ինչպես կգնահատեիք ընդհանրապես լրատվամիջոցների եւ հասարակության արձագանքը այդ գործին։ Պարոն Աբրամյան, դուք լրջագույն հետազոտող եք եւ հեղինակավոր լրագրող եք, դուք տվեցիք ձեր եզրակացությունը։ Դուք արդեն մեկնաբանեցիք, թե ինչպես է եղել։ Պարզապես մի ակնարկ, մի դիտարկում ընդամենը մենք չունենք կողմնակից լրատվամիջոցներ։ Կան լրատվամիջոցներ, որոնք ներկայացնող, որոնց ներկայացուցիչները, որոնք ներկայացնող անհատները պարզապես Բարգավաճ Հայաստանի առաջադրած խնդիրներին ավելի լոյալ են վերաբերում եւ հավանաբար դա է առաջացնում տպավորություն, թե կան լրատվամիջոցներ, որոնք մեր կողմնակիցները 7 օր AM ժամ AM դեր կողմնակիցները չեն։ Ոյ սեր աստծո, դուք թվարկում եք հենց այն կայքերին, որոնց կազմակերպիչները, խմբագիրները, պատասխանատուները ձեզ հայտնի լուրջ վերլուծաբաններ են եւ անշուշտ գիտեք, որ կոնկրետ այդ մարդիկ մնացածներին կանդրադառնանք հետո, բայց այդ ձեր մատնանշած երկուսը կոնկրետ շատ սեփական համոզմունքների վրա երկար տարիներ հասարակական, քաղաքական եւ առհասարակ լրատվական նաեւ գործունեություն իրականացնող մարդիկ են, կոնկրետ այդ երկու մարդիկ, այդ երկու անհատները եւ նրանց լրատվամիջոցները հաստատ եթե համոզմունք չունենան որևէ բան չեն արտաբերի եւ չեն էլ հրամցնի հանրությանը, դա իմ կարծիքն է։ Եվ ուրեմն այսինքն դուք խնդիր ունեք հասարակությանը համոզելու, որ Օսկանյանը հետապնդվում է քաղաքական պատճառներով։ Միգուցե եւ ունենայինք այդպիսի խնդիր, եթե ամեն ինչ չընթանար այնպես ինչպես ընթացավ։ Եվ կարծում եմ բոլորի համար արդեն ամեն ինչ ակնհայտ է։ Երբ որ մենք խոսում էինք այդ իրողության առնչությամբ որպես արդարության ու անարդարության բախում եւ դրա հետևանքում ժամանակավոր անարդարության որոշակի մասնակի հաղթանակ, որպես ներկայացնում էինք այն, պարզվեց, որ արդեն ժամանակավրեպ է, որովհետև հանրությունն ակնհայտորեն ունի սեփական գիտակցումը եւ սեփական համոզմունքը տվյալ իրադարձությունների վերաբերյալ։ Եղել են նաև մեկնաբանություններ, որ ձեր խմբակցությունը ինչ որ ակտիվ չէր, չնայած ես դա չեմ զգացել, բայց ինչ որ լավ չէր պաշտպանում Օսկանյանին կամ ակտիվ չէր կամ ինչ որ վերապահումներով էր պաշտպանում։ Ինչով կբացատրեք այդ մեկնաբանությունը։ Հավանաբար կար ցանկություն այդպես այդ կերպ ընկալելու, շատ ժամանակ լինում է, երբ որոշ դե հիմա որ ասեմ ուղղորդված, հիմա որ ասեմ պատվիրված, հիմա եկեք այսպես ասեմ, նախապատվություններ ունեցող մարդիկ, անհատներ, կազմակերպություններ, քաղաքական օպոնենտներ կամ լրատվամիջոցներ վերցնում են որպես հարթակ հաջորդիվ հարցադրումների համար կամ հետագա վերլուծությունների համար, հետագա ենթադրությունների համար մի համոզմունք, որը իրականությանը չի համապատասխանում, ի սկզբանե ֆունդամենտալ առումով մնացած ամբողջը դառնում է արդեն անհիմն եւ իրականությանը չհամապատասխանող։ Խմբակցության քարտուղարի ելույթը, 8 падգամավորների ելույթները, կուսակցության խոսնակի անընդմեջ հրապարակային գործունեությունը, այդ թվում ֆրակցիայի խմբակցության տեսակետը պաշտոնապես հայտնելիս խորհրդարանական ժամ հաղորդման շրջանակներում։ Բազմաթիվ հրապարակումներ, բազմաթիվ հարցազրույցներ, կուսակցության ղեկավարի առաջնորդի դրա հետ կապված կրկնակի մեկնաբանությունները, հայտարարությունները, գործունեությունը վերջին հաշվով քայլեր են իրականացվում, բայց այդ բոլորը չի համոզում հակառակի մեջ։ Կարծում եմ արդեն այդ թեման էլ հակ կլինի, որովհետև ենթադրում եմ ակնհայտ է ամեն բան։ Վերջին հարցը մի երկու օր առաջ այստեղ էր ձեր գործընկեր Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ-ի խմբակցության ղեկավարը, եւ նա ասաց, որ դե մենք միտինգ կանենք այն ժամանակ, երբ որ հստակեցվի, որ
Տեր-Պետրոսյանը առաջադրում է կամ չի առաջադրվում, իսկ նույն պարոն Ասկարյանն ասաց, որ շատ լավ կլինի, որ ԲՀԿ-ն առաջադրվի իր սեփական տեխնացույով։ Դուք նույնպես, այսինքն արդեն գալիս են առաջադրվելու, չառաջադրվելու բաները եւ մենք լրագրողները ձեզ պետք է ուրեմն ամեն օր դրա մասին հարցնենք, մինչեւ դեկտեմբեր երևի, հա, կամ ավելի քիչ։ Դուք եք այդ կարծիքի, որ ԲՀԿ-ն պետք է հանդես գա սեփական տեխնացիայով։ Ես անշուշտ հասկանում եմ հանրության հետաքրքրվածությունը, շահագրգռվածությունը տեղեկացված լինելու այդ առումով դա բնական է եւ լրատվամիջոցների օր առաջ ժամանակից առաջ դրա մասին իմանալու առումով, ինչը իհարկե հենց առաջնային նաեւ պարտականություններից է լրատվամիջոցների իմ կարծիքով, բայց ցավալիորեն պիտի հաշվի առնենք իրականությունը, որի այսօրվա հիմնական բաղկացուցիչ մասը այդ իմաստով որոշակի մարտավարական նկատառումներն են, քաղաքական գործընթացներն են, որոնց պատճառով մենք այս պահին նպատակահարմար չենք գտնում խոսել եւ պաշտոնապես խոսել, առնվազն պաշտոնապես խոսել կուսակցության դիրքորոշման մասին։ Պարոն Օսկանյանն անշուշտ մեր կուսակցության առանցքային դեմքերից է, բայց ոչ միակը։ Եվ նա հայտնել է իր կարծիքը։ Էլի կան մարդիկ, որոնք հայտնել են իրենց կարծիքը։ Ես էլ ունեմ իմը, ես իհարկե չպատրաստ եմ բարձրացնել, պարզապես խնդրում եմ ինձ հասկանալ, ես կաշկանդված եմ իմ աշխատանքային պարտականություններով, որովհետև ցանկացած իմ ասած կարող է շահարկվել որպես, չգիտեմ, ինչ տեսակետ, կուսակցական կամ, չգիտեմ, քննարկման առարկա դառնալ։ Մենք մեր պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգանք, անպայման հանդես կգանք տրամաբանական ժամկետի ընթացքում եւ ոչ թե ավարտին, անպայման բոլորը տեղեկացված կլինեն։ Մի բանում ուզում եմ վստահեցրած լինել եւ ձեզ, եւ հանրությանը։ Մեր որոշումը ոչ մի դեպքում չի ստվերի եւ հանրության մեր հանդեպ ակնկալիքները, այն վստահությունը, որը մեզ տրվել է անցած խորհրդարանական ընտրություններին, դրանից առաջ որպես կուսակցության եւ առասարակ մեր սպասելիքները, հանրության սպասելիքները մեզանից, թիմից, կուսակցությունից, առաջնորդից եւ չի հուսահատեցնի նաեւ լրատվամիջոցներին։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մենք կհանդիպենք վաղ, ստեսություն։